Թեև այս մեղեդին հոգեհարազատ ու ծանոթ է յուրաքանչյուրին, թեև այն ամենուր է ու հազարավոր հոգիներ է հուզել օվկիանոսից թե այս թե այն կողմ, դրա հեղինակին հայրենիքում քչերը գիտեն։ Նրա երաժշտությունը հնչել է ամենահեղինակավոր բեմերից։ Նրա անունը տեղ է գտել միջազգային մամուլի բազմաթիվ պարբերականներում։ Իր հարյուրավոր ստեղծագործությունների պես հանգիստ, պարզ ու տաղանդավոր։ Գարի Քյոսայան։ Մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Տեր և Տիկին Քյոսայաններին, կոմպոզիտոր և ջազմեն Գարի Քյոսայան և դերասանուհի Ալլա Սահակյան։ Համեցեք։ Բարև ձեզ։ Դուք 15 տարի, մոտ 15 տարի ապրում եք Միացյալ Նահանգներում։ Այո, ապրել եք։ Եվ որոշեցիք վերադառնալ։ Ինչով էր պայմանավորված ձեր այդ որոշումը։ Եվ սկզբից էլ իմ մեկները Միացյալ Նահանգներ ոչ թե կապված էր գնալ ապրելու համար, կապված էր նաև որ գնամ ուսումնասիրեմ ջազի աշխարհը, որտեվ պրակտիկորեն ավելի շատ պետք է փորձություն ունի, քան թե թեորիապես։ Թեորիապես գիտեի ջազի աշխարհը, բայց շփվել համաշխարհային ջազի աստղերի հետ, նվագել հետները, դա դրա համար ինձ ամենամեծ բանն էր իմ կյանքի, մեծ իմաստը։ Համար 15 տարի ապրեցի այնտեղ եւ ինչի վերադարձա, որտեղ ես չէի գնացել մնալու, գնացել էի վերադառնալու համար։ Պարոն Քյոսայան, երբ առաջին անգամ լսեցիք ջազ երաժշտություն։ 7 տարեկան էի, 7 տարեկանում։ Հասկացաք, որ դա ինչ-որ նոր բան է, ձեր մնացած լսածների։ Զարմանալի դուրս եկա, որտեղ մեր ընտանիքում մեր տանը դասական երաժշտություն է լսում միայն, եւ ինչ խոսքը դասական երաժշտության հիմունքները բաները շատ խորն էր դրված մեր ընտանիքում։ Բայց առաջակայում ջազը զեսի զարմացա ազատությանը ջազի եւ գեղեցկությանը, ֆրազաների գեղեցկությանը եւ թարմ հարմոնիաներ, ու կյանք կար ջազի մեջ, ուրիշ կյանք կար, որը շատ համահունչ էր 20-րդ դարի այդ 60-ական թվականների, որ 50-ական, 60-ական թվականների, որ ռենեսանս կար օդում, որ հետո իրոք տարածվեց աշխարհով մեկ այդ ռենեսանսը, արվեստի մասն է խոսքս։ Իսկ երբ ինքներդ առաջին անգամ գրեցիք ինչ-որ բան, արդեն 13 տարեկան հասակում առաջ անգամ գրեցի ստեղծագործություն, կոչվում էր Good Morning Armenia, Բարի լույս Հայաստան։ Ինչ-որ մեկին ներկայացրեցիք։ Այո, ես Միացյալ Նահանգների առաջի ամիսը որտեղի նոտաներով ներկայացա շատ հայտնի վիբրաֆոնահար կար Միլք Ջեքսոն։ Իրան ներկայացան նոտաները նվիրեցի, այդպես ֆոտո ունեմ անգամ։ Իր այդ նկարված ֆոտո իր ստեղծագործություն եմ տալիս։ Իրան կատարեցին Bonaventure հոթելում, հյուրանոցում, Միացյալ Նահանգների Լոս Անջելեսում, բանի, առաստաղին չէ, հյուրանոցի վերջի հարգում բացության, տենց համերգեն դեր այդ գործը կատարեցին։ Տանիքում։ Տանիքում։ Բայց ես լսել եմ, որ նաև ձեր համադասարանցիներին եք ներկայացրել այդ գործը, երբ գրել եք։ Համադասարանցիների, համադպրոցականների, որտեղ մեր դպրոցը Չայկովսկի անվան երաժշտական դպրոցն էր, որ դասամիջոցներում ջազի փոքր համերգներ էին կազմակերպում 15 րոպեանոց, որ դասամիջոցները 15 րոպե էին։ Եվ բոլոր երեխաները այդ արդեն վարակված ջազով ամենը մի կտոր ջազի կտորներ սովորում են, բերում են նվագում էին, բոլոր հավաքում էին, որտեղ մեր դասարաններում ամենտեղ ռայալներ էր դրած, որտեղ երաժշտական դպրոց է։ Եւ ամենքս մի նոր գործ ցույց ենք տալիս մեկը մյուսին։ Հաղորդումը նախապատրաստելիս հետաքրքիր փաստի հանդիպեցինք։ Ձեր հայրը եղել է տնօրեն։ Այո, Չայկովսկի դպրոցի երաժշտական դպրոցի տնօրեն։ Դուք աշակերտ։ Այո։ Հերիք չէ հայրերի եւ որդիների մշտական կոնֆլիկտ, դեռ մի բան էլ հայրը տնօրեն։ Ինչպես էին ձեր հարաբերությունները այդ տարիներին։ Բավականին բարդ եւ շատ մտերիմ։ Բարդ են առումով, որ ես ջազ էի նվագում, արից դեմ էր, բայց ես չէի կարող չնվագել, որովհետեւ ոնց որ վարակված էի ջազով, անիմաստ էր իմ կյանքը առանց ջազի, որովհետեւ
Գիշերները ես լսում էի Ամերիկայի Միացյալ Նահանգների ջազ հաղորդումներ կային 45 րոպե, որը Սաուդ Արաբիայից էին տալիս։ Այդ ջազ բաներ լսում, հաղորդումներ լսում եւ որովհետեւ չմոռանամ, ինչ եմ լսել, առավոտյան 10-ը գնալուց սուրելով գնում էի դասարան, որտեղ նվագեն, որտեղ առավոտյան տանը չէի կարող նվագել, քնած էին բոլորը։ Տենց հետո հարաբերությունները բավականին շտկվեցին, երբ որ մի անգամ դիրիժան կոմպոզիտորների միության կոտեջներում ես նվագում էի եւ հերվից լսելով մի քանի օկետ գալով հայրս կարծել էր թե սա Լեքսո Տորաձեն է նվագում, կարող Լեքսո Տորաձե կար դաշնակար վրացի համաշխարհային կոնկուրսների լաուրեատ։ Հայրս մորս ասել թե դες Լեքսոն է նվագում, մամասն չէ, սա Գարին է նվագում, քո տղան է նվագում։ Հնարավոր չի, եւ այնտեղ հետո որ տեսա որ ես եմ նվագում, հետո վանից ինձ ասաց ես թույլ եմ տալի ջազ նվագի մերջ։ Ձեր ընկերը մեզ մի պատմություն է պատմել։ Այո։ Լսենք նրան։ Իհարկե։ Տեղափոխվեցին կոնսերվատորիա, ուրեմն երեկոները Միջանցքում Գարիկը Քյոսյան պարապում էր։ Ուրեմն երեկոյա լույս էլ առանձնապես չկա։ Այդ առաջին հարկում դրված էր հեռվում, Միջանցքի հեռվում ֆիս գարմոնի նման մի բան էր։ Ֆիս գարմոն էր։ Բոլորը շտապում են երևի տուն կամ չգիտեմ զվարճանքների, իսկ Քյոսյան Գարիկինը գալիս էր եւ պարապում էր։ Ես զարմացա իհարկե, բայց դե ես հետո հասկացա, որ ջազը դա ապրելակերպն է իրեն։ Գարիկի հատկությունները, մարդկային հատկությունները գալիս են գենետիկ իր հայրիկից։ Նա մեր տնօրենն էր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի։ Պետք է ասեմ, որ այն ժամանակ հիմա հազվադեպ կհանդիպես այդպիսի տնօրեն։ Խանակ էին անում թե չէ, բայց իր հասակակիցները sense բան են ասում, որ Սերգեյ Կոստանտինովիչը չգիտեմ ինչ արարքի համար Գարիկին ձեռքել էր թոշակից։ Հիմա թե ինչքանով է ճիշտ ես չգիտեմ։ Մենք այժմ ունենք հնարավորություն պարզելու դա ճիշտ է թե ոչ եւ եթե ճիշտ է, ինչու էր նա ձեզ զրկել թոշակից։ Ես քիմիա չէի սիրում։ Փաստորեն զրկել է։ Այո։ Թոշակ չէ, փոքր բաներ են դες նպաստների պես բաներ են, թոշակ չէ, դասի բան։ Դուք ոչ միայն Հայաստանի առաջին ջազ նվագողներից եք, այլև առաջիններից մեկն եք, որ ստեղծեցիք ջազային ակումբ, այսօր արդեն անցյալ դարձած երիտասարդության պալատում։ Այո։ Պարզ է, որ հիշողությունները շատ են։ Գոնե մեկի մասին այստեղ կպատմեք։ Այո, ակումբը շատ ունիկալ ակումբ էր, որովհետև պետական հիմունքների վրա էր եւ պատկանում էր Սպուտնիկ միջազգային կազմակերպության երիտասարդական որը Մոսկվայի ղեկավարությունը։ Եվ ակումբը պրոպագանդում էր ջազ արվեստ, մանավանդ հայ ջազ արվեստ, որովհետև այն ժամանակ սովետական միության ձեռնտու էր, որ արտասահմանցիներն ապացուցում մեր մոտ լավ երկիր է, ամեն ինչ ունենք, ջազ ունենք, ակումբներ ունենք, եւ դրանից մենք օգտվեցինք 8 տարի։ Մեզ մոտ գալիս էին ամեն շաբաթ 2-3 կամ 4 խումբ արտասահմանից երիտասարդներ, որոնց համար մենք ծրագրեր էինք պատրաստում ջազային եւ հետո միացավ ջազ պանտոմիմա։ Դա շատ հետաքրքիր ծրագիր էր։ Ես հատուկ գործեր էի գրում պանտոմիմայի համար, արտիստները պանտոմիմայի ելույթներ ունենում, շատ հետաքրքիր էր։ Դրանցով գալիս է դիսկո երաժշտություն, ամեն ինչ կար մի խոսքով։ Իսկ ինչ մթնոլորտ էր։ Չափազանց լավ, որովհետև արտասահմանցիների համար մանավանդ կապիտալիստական երկրների գալացումը շատ զարմանալի էր, ոնց կարող ասեն ջազ ակումբ լինի, գիտեք, որովհետև մեր հնարավորությունը շատ մեծ է, ունենք հսկայական պատշգամբ պալմաներ էին դրած, սպիտակ աթոռներ, սպիտակ սեղաններ, չեք պատկերացնում ինչ կոմֆորտ է, հիմա դες կոմֆորտը շուշտեղ չեմ տեսել։ Ռայել ունեինք Ֆյորստեր, Աուգուստ Ֆյորստեր, կոնցերտի շատ մեծ, շատ լավ ռայել։ Մի խոսքով ամեն հարմարություններ կան եւ մեզ Սպուտնիկը ամենից աջակցում է, որովհետեւ առաջի մի քանի ամիս հետո ամբողջ հեղինակությունը ինձ բարձրացավ ամբողջ կապ երկրներից տուրիստներից սկսեցին շատանալ եւ բոլորը ուզում էին ջազ կլուբ գալ։
եւ ամերիկյան դեսպանատունը Մոսկվայի մեր այդ պայմանագիր կապեց, որ մեր մոտ տուրիստներ ուղարկի, մեզ հրավիրեց Մոսկվա ամերիկյան բանում նվագել, միջոցառման նվագել 80 թվականին, որ բաներ Всемирный молодежный форум էր Մոսկվայում։ Խոսքով ակում շատ պրոգրեսիվ էր եւ շատ Երևանի երիտասարդությունը ինչպես էր արձագանքում։ Խոսքը ինչպիսին էր։ Երևանի երիտասարդությունը չէր գալիս, որտեվ մենք խմբերի հետ հատուկ բաներ ունենք, շեֆական կազմակերպություններ ունենք, որ մի քանի հոգի շեֆական կազմակերպություններից պիտի գային, որպեսզի հանդիպեին արտասահմանցիների հետ։ Այսինքն պրոտոկոլային ինչ-որ բան է։ Ազատատենչ ջազը եւ պրոտոկոլային համակարգ, որովհետեւ չնայած մենք շատ խորամանկ ձևի կազմակերպում ենք մեր ուզած արվեստագետներին, միշտ հրավիրում ենք մեզ մոտ։ Ես քանի անգամ Լևոն Մալխասյանն եմ հրավիրել ինձ մոտ, Մոսկվայի ջազմենդերին եմ հրավիրել, որ նվագեն իրանք, ասենք ես ասպարեզ տվել եմ միշտ իրանք, որպեսզի իրանք նվագեն Երևան։ Եվ տենց Գերմանիայից են հաճախ գալի, հիշում եմ անգամ Գերմանիայից եկավ Գերմանիայի ջազ ֆեդերացիայի նախագահ Գերխարդ Վեբեր։ Երեք ինձ եկավ, իմացա որ ջազ կլուբ կա մեր մոտ, այսինքն մեծ մետաղի տակառներով գարեջուր բերեց մեզ համար, պատկերացնում եք։ Գերմանական։ Եվ նվերներով, բաներով, տենց եւ ինձ հրավիրեցին Գերմանիա ամենքների 83 թվականին։ Եվ դա արդեն ուրիշ պատմություն է, շատ հետաքրքիր պատմություն է, բայց դա շատ երկար է մի քիչ։ Դա մյուս հաղորդման ժամանակ։ Ալա, մենք այնքան շատ հարցեր ունենք պարոն Քյոսյանի, որ միանգամից սկսեցինք մեր հարցերը, բայց արդեն խոսենք նաև ձեզ հետ։ Երբ եք ծանոթացել պարոն Քյոսյանի հետ եւ հետաքրքիր է սկզբում իր հետ եք ծանոթացել, թե իր ստեղծագործությունների։ Ես ասեմ, որ պարոն Քյոսյանի ստեղծագործությունները շատ շուտվանից ծանոթ են ինձ։ Դեռ այն ժամանակ ես ուսանող էի եւ հիշում եմ, որ ֆիլմերը, որտեղ Գարին արդեն պարոն Քյոսյան ջազում Ինձ դա է ուզում ասել։ Շատ ճիշտ ժամանակին անցակ Գարին։ Ինստիտուտում սովորել տարիներին միշտ սիրում էի իր երաժշտություն լսել, ֆիլմերում հատկապես, երբ որ լսում էի, տարօրինակ մի զգացողություն էր, նույնիսկ պրեմիերաներին, երբ որ գնում էի, զարմանալի է, մանրամասները սյուժեի կարող մոռանայի, ինչ որ կադրեր, ովքեր էին խաղում, թռուցիկ, բայց երաժշտությունը ոնց որ տպված լիներ ականջներից մեջ, զարմանալի ձևով։ Իսկ իրեն արդեն երբ տեսակ ծանոթացաք իր հետ։ Առաջին անգամ, երբ որ պարոն Քյոսյանին Գարին տեսա, դա 2008 թվականի համերգի ժամանակ էր։ Մինչ այդ շատ էի լսել երաժշտությունը, բայց ուղղակի դեմքով չէի տեսել, այսինքն դե բնական էր, որտեղ արդեն հիմնական արտասահմանում էր ապրում, այդ ժամանակ այդ տարիներին նոր սկսվեց համերգներով Հայաստան գալ։ Եվ առաջին անգամ որ տեսա բեմում տարօրինակ զգացողություններ, երբ որ երբևէ չէր եղել ինձ հետ, երբ որ դերասանի կամ երաժշտին նայում ես ու ուրիշ աչքերով ես նայում ու փորձում ես նրա մեջ ավելին տեսնել, քան երաժիշտը, մարդ, գուցեև ավելին։ Մեկ վարքյան, հետաքրքիր թեմա է։ Այսինքն այդ պահին, երբ տեսակ ձեր մոտ կար, սիրտը վկայեց, կամ չէ կանխագուշակում, որ այստեղ ես մի բան ասեմ, ես երբեք չեմ հավատացել նման բաների, բայց այդ պայից սկսած երևի կար նման մի կանխած, չէ, կանխած զգացում չէր կարող լինել, որտեղ ես լրիվ ուրիշ հոգեվիճակի մեջ է, լրիվ ուրիշ բաներ երևի թե իմ կյանքում տեղի ունենում, ուղղակի ես այդ օրը զգացի, որ ես կտրվեցի իրականությունից, երաժշտությունը այնքան խորը զգացի ավելին եւ արտիստի մեջ տեսա ավելին, քան երևի թե պետք էր տեսնել։ Ուղղակի փորձում ես ավելին հասկանալ ով է ստեղծագործողը, իր էությունով, որպես մարդ, որպես գուցե ինչ-որ հետաքրքիր ու զարմանալի ինչ-որ համակրանք զգացի ու խորն ակնածանք, որտեվ նման հայ արվեստագետներ շատ քիչ կան։ Եվ հպարտություն, որ այդպիսի հայ մարդ կա, հաճելի ամեն իմաստով։ Եվ այդքանից հետո ինչպես ծանոթացաք։ Հա, եւ այդքանից հետո ասեմ, որ անցան 5 տարիներ, ես այդ զգացողություն երևի թե հոգու խորքում չմնացել էր, բայց ոչ ավել։
Ես նկարահանվում էի թատրոն եւ այլ։ Այսինքն 2008-ից հետո 5 տարի։ Այո։ Հա, ասենք 13։ Իհարկե, շատ որս կյանքը իր հունով գնում էր, իմ կյանքում շատ տարբեր ուղղակի իրադարձություններ են տեղի ունենում։ Ես այդ տարիներին ավարտեցի կոնսերվատորիան, դասական վոկալ բաժինը, համատեղ թատրոնում էի աշխատում, համազգային թատրոնում եւ շատ ծանրաբեռված նկարահանում էի ֆիլմերում, հեռուստասերիալներում։ Ալա, պատմեք մեզ ծանոթության մասին։ Մի օր զարմանալի ես առաջին անգամ իմ ժալոզի մասին խոսում ինձ թվում է։ Դրա համար դժվար է գալիս։ Ինչ որ հետաքրքիր երազ էի տեսել, մայրիկիս պատմեցի, ասեց մայրիկս ասեց ալա ճիշտ կլինի գնաս եկեղեցի, դե եւի ավելի ճիշտ է այդպես։ Ասեցի հա իհարկե։ Ու այդպես տրամադրված գնացի ու զարմանալի մի բան, մտնում եմ եկեղեցի զորավար, ոնց որ մենք ասում ենք, ու եկեղեցուց դուրս էր գալիս պարոն Քյոսյանը։ Ես շատ զարմացա, որ հանկարծ տեսա, որտեվ մտածում ենք, որ այստեղ չի համերգներ։ Բարևեցի ու ներս մտա ընդամենը։ Գնացի աղոթեցի, ինչ որ մտքեր ունեի, ասեցի երևի ու կանգնացինք։ Այո, այդպես։ Հետո մի զգացողություն էր, որ պտտվեցի, տեսնեմ երկար ժամանակ պարոն Քյոսյանը նայում էր, երևի ինձ էր փնտրում։ Պատմի, ոնց եմ քեզ ամուսնության առաջարկ արել, դա մեր սիրուն պատմություն է բերում։ Շատ պատմի, խնդրեմ։ Այդպես մենք շատ հետաքրքիր ընկերություն սկսվեց մեր մեջ եւ մի օր արդեն 5 ամիս ընկերություն ենք անում, ուղղակի որպես, չգիտեմ, գոլեգաներ, ասենք, որտեվ ես ինքս շատ սիրում եմ ջազ եւ հիմա առավել եւս Բայց 5 ամիս զուտ իբրև գործընկեր։ 5 ամիս զուտ պարոն Քյոսյանով էի դիմում, մի օր ասեց, մինչև հիմա էլ եք պարոն Քյոսյանով։ Մի օր ասեց, երբ ես ասելու գարի, արդեն լավ ընկերներ ենք։ Իսկ ամուսնության առաջարկը շատ հետաքրքիր ստացվեց։ Մի օր գարի պատշգամբում նստած էի, շատ հետաքրքիր ստեղծագործություններ են նվագում եւ տեսարանը շատ հրաշալի է, տուն որտեղ կառուցել է գարին, ասեց մի հատ շատ գեղեցիկ ստեղծագործություն եմ ուզում քեզ համար նվագեմ, ու ասեց ես լսել ես այս ստեղծագործությունը, հա, ասեցի իհարկե Միշել Լեգրանի ստեղծագործությունը գիտեմ, գիտես ինչ է նշանակում, ասեցի չէ, ասեց լավ, սպասի նվագեմ, նվագեց What are you doing the rest of your life այս ստեղծագործությունը, հա, ասեցի հարցեր տալիս, գիտեմ որ Միշել Լեգրանն էր, բայց վերնագիրը չգիտես, ասեց գեղեցիկ ստեղծագործություն, հա իհարկե, ասեցի, իսկ գիտես ինչ խորհուրդ ունի, ասեցի չէ, չգիտեմ, ասեց դա ամուսնության առաջարկ է, օ, ասի ինչ հետաքրքիր է, տես չէի մտածի, իսկ ինչ կպատասխանես դրան։ Պատասխան անմիջապես էր։ Ես բնականաբար երևի այնքան շփոթվեցի, որ չգիտեմ էլ ինչ ասեցի։ Պարոն Քյոսյան, դուք ասեք, ինչպիսին էր նրա արձագանքը։ Չէ, ես քիչ զարմացավ, դու լռեց, հետո ուշադիր սկսեց աչքերից նայել։ Լուրջ եք ասում, չէ։ Երաշտական առաջարկ էր, թե ամուսնության ի վերջո։ Երաշտական ամուսնության առաջարկ։ Երաշտական ամուսնության առաջարկ ավելս։ Իսկ պատասխանը խոսքով էր։ Պատասխանը չէ, արդեն ես պատասխանը չսպասեցի, մի օր մատանի արա գնացի։ Պարոն Քյոսյան, փաստորեն 5 տարի առաջ դուք էլ էիք նկատել Ալլային, չէ՞, 2008-ին։ Չեմ կարծում, չէի նկատել։ Լավ, ուրեմն եկեղեցին եւ Ես բեմից չեմ նկատել, որ բեմից նայում եմ ընդհանուր։ Լավ, հեշտ էր նորից սիրելը։ Ճիշտ ասած, ես միշտ եմ սիրել։ Իսկ նորից ամուսնանալը։ Ասկյուզ առաջի արդեն պատասխանում եմ երկրորդ։ Սիրել եմ, որ սիրել եմ ամեն ինչ, սիրել եմ մարդկանց, երաժշտություն, բնություն, սիրել եմ, որ ես կամ ծնվել եմ, աշխարհն եմ սիրել։ Եվ ինչքան ես համոզված եմ, որ պիտի մի օր գա, որ ես իսկականից սիրեմ։ Եվ դրա հույսով եմ ապրել։ Եվ այդ օր եկավ։ Խոսես Ալլայի մասին է։ Երրորդ ամուսնությունն է, թե երկրորդ։ Երկրորդ։ Այո։ Ունեք երեխաներ առաջին ամուսնությունից։ Մեկ աղջիկ ունեմ եւ թոռ ունեմ առաջ ամուսնությունից։ Ես ամուսնացել եմ 20 տարեկանում առաջ անգամ։ Եվ երկար չեմ ապրել կնոջից հետ, երևի մի քանի ամիս։ Իսկ կապ աղջկա հետ։ Կա, իհարկե, միացան նահանգներում է աղջիկ, այս թոռս։ Ապա վերջերս եկել ենք որ համերգների ենք միացան նահանգներում փետրվարին, միջավայրը
շատ հաջող համերգ ունեցանք, շատ փայլուն, կարող եմ ասել, Ալայի դեբյուտներ Միացյալ Նահանգներում, քանի որ մենք Ալայի հետ արդեն շրջագայել ենք քանի երկիր, 7 երկիր։ Մենք ելույթ ենք ունեցել Ֆրանսիայում, Մոնտե Կարլոյում, Ռուսաստանում, Կանադայում, Իտալիայում ելույթ չենք ունեցել, բայց չէ, ժամանակ չկա ելույթ։ Մի խոսքով, Լոս Անջելեսի համերգի ժամանակ աղջիկս ներկա էր եւ աղջիկս էր կազմակերպել այդ համերգը, այսինքն դալիճը, բանի Այսինքն աղջիկա արձագանքը ձեր ամուսնությանը լրիվ լավ էր։ Այն նա ուրախ է, միշտ ասում է, երբ ես ամուսնանալու, որովհետեւ ես քեզ համար աղջիկ չանեմ, բա միշտ աղջիկ է։ Հիմա արդեն հանգիստ է։ Մենակ չեք։ Ապահով է։ Մանավանդ որ մենք բալիկ ունեցանք, քույրիկ ունի արդեն ինքը, դուք եք պատասխանում իր երջանկությունը։ Ես հիմա առաջարկում եմ դիտենք մի տեսանյութ, որը կպատմի բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ Գարիկ Հոսյանի մասին։ Մի փոքր։ Ժամանակը քիչ է։ Փոքրիկ էքսկուրսեր ձեր ստեղծագործություններով։ Պարոն Քյոսյան, տարբեր երաժիշտների հետ եք աշխատել, աշխատում եւ ոչ միայն հայազգի արդյոք երաժշտության հետ կապ ունի ազգությունը եւ եթե տարանջատենք հայերի հետ ավելի բարդ է աշխատելը, թե ավելի հեշտ։ Գիտեք ինչ լավ երաժիշտների հետ աշխատել բարդ չի։ Հնարավոր չի աշխատել վատ երաժիշտներ, միջակ երաժիշտներ, հնարավոր չի աշխատել ուղղակի։ Տանջվում եք, չէ՞։ Ավելի լավ է չաշխատել։ Հոլա մենակ նվագել, քանտերով նվագել։ Օրինակ դες դեպ պատեցի 2010 թվականին այստեղ չեմ ուզում ասեմ ում հետ, նույն հայտարարություն է, չեք պատկերացնում։ Ես 2-3 օր պարապել եմ, հետո չկարողացա վերջը նվագել։ Շեփորի իմ գործը մի խոսքով։ Ձեր առաջին ձայնասկավառակը քեզ համար։ Այո։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2 մրցանակ ստացավ։ Լավագույն ջազ ալբոմ եւ լավագույն ջազ երաժիշտ։ Այո։ Ճիշտ է։ Ընդհանրապես ինչպես եք վերաբերվում մրցանակներին։ Շատ լավ, բայց ամենամեծ մրցանակը ինձ համար գիտեք ինչն է, որ այսօր աղորդումը։ Ինձ համար մրցանակի ժողովրդի ընկալում իմ երաժշտությունը, որ վերջապես դեք իմ երաժշտությունը ընկալումը չեմ ասում, որ իմ մասն է խոսքը առաջընթացի մասին է, պրոգրեսի մասին է խոսքը, որ մեր հայ ժողովուրդը պարտադիր պետք է առաջընթաց ապրի ամեն ասպարեզում, իսկ ջազային երաժշտությունը աշխարհում թվաց ամենապրոգրեսիվ երաժշտությունն է։ Դա իր հետևից տանող շատ մեծ ուժ ունեցող երաժշտություն է։ Ալա Փաստորեն, դուք հետագայում ձեռք բերեցիք երկրորդ մասնագիտությունը, ոնց որ մի բան իմանայիք էլի, հա։ Այսինքն որ բացի թատրոնից ես պետք է նաև երաժշտությունը, իբրև երգչուհի կայանալը,
Գիտեք ինչ, ասեմ որ երաժշտությունը միշտ ինձ համար շատ բարձր տեղում է եղել եւ զարմանալի չէ որ թատերական ինստիտուտն ավարտելուց հետո հենց հաջորդ տարին ընդունվեցի կոնսերվատորիա դասական վոկալ բաժինը եւ որ այդ ժամանակ բոլորը ուզում էին զվարճանալ, հանգստանալ, վերջապես ավարտեցինք։ Ես միշտ սիրել եմ սովորել եւ սովորել խորությամբ հիմքից, այսինքն ուղղակի դասեր վերցնել ինձ համար դա շատ թերի կհամարվեր եւ 5 տարի սովորել եմ դասական շատ եմ սիրում դասական երաժշտությունը պարզապես երևի թե այդ տարիներին իմ նաեւ զբաղվածությունը շատ նպաստեց եւ ինչ որտեղ երևի այդպես էլ պիտի լիներ չգիտեմ որ նախապատվությունը չգնաց դասական երաժշտության ինչևէ այդ ուսուցանել տարիներին ինձ շատ մեծ փորձ տվեցին ավելի հմտանալու երաժշտության մեջ ավելի խորանալու եւ ինֆորմացվելու եւ ինքն պարտավորեցնող չէ երբ այսպիսի մարդ է ձեր կողքին եւ դուք Արծես թե առաջին քայլերն էի կանում։ Հա, այդ ժամանակ դեռ Գարիի հետ ծանոթ չէինք, այսինքն ես ուղղակի իմ ցանկությամբ ուզում էի ջազ ստանդարտներ երգել, ինքն էլ ասեց, որ այո, ասեց, ճիշտ որոշում է, որտեղ ասեց դու հետաքրքիր ես մտածում, ես դերասանուհի ես, դա ավելի քեզ հետաքրքիր մոտ կլինի եւ այդ փորձը հետաքրքիր ձևով սկսեցինք։ Իհարկե դա այն չէր ինչ որ իրականում ավելի ջազ երաժշտությունը, որտեղ դա ինչ որ ջազի եւ դասականի մեջտեղում էր եւ բայց դա նաեւ այն նշաններ, այո, որ պիտի բերեր այսպեսի։ Իսկ Գարի հետ անդամից հետո ինքը բնականաբար ինձ լսեց եւ շատ մեծ հետաքրքրություն առաջացավ անկախ իմ մարդկային եւ ընկերական հարաբերություններից ուղղակի ինձ որպես երգչուհի ջազում տեսնելու եւ սկսեց հետո ուղղակի հենց ջազ հարապել փորձեր 1 վայրկյան պարոն Քյոսյան որպես պրոֆեսիոնալ ինչպիսի երգչուհի է։ Շատ լավ եւ չափազանց ընդունակ, absoluտ։ Ես զարմանում եմ, այնց կար ժամանակա միջոցում այս կարծրագիր սարքեցինք մենք Մոսկվայի համար եւ Մոսկվայում ելույթ ունեինք եւ Միացյալ Նահանգների կար ժամանակ, բայց շատ բարձրագիր եւ շատ գեղեցիկ ծրագիր, մատչելի, գրեք Անտոնիո Կարլոս Ջոբին, Միշել Լեգրան։ Ես ուղղակի հպարտեմ, որ նման աշակերտ ունեմ։ Պարոն Քյոսյան, քիչ ժամանակ ունենք, բայց մենք չենք կարող չցուցադրել ձեր նկարները, դուք նկարում եք եւ ընդհանրապես մեկ անգամ եք կարծես թե, հա, ցուցադրել նկարները։ Այո, պատկերացրում 2006 թվականին։ Շատ լավ, այսօր կլինի երկրորդ անգամ եւ այսօր շատ ավելի մարդիկ կտեսնեն, հուսով ենք։ Ցուցադրենք ձեր նկարները եւ վերադառնանք։ Մեկ անգամ եւս համոզվեցի տաղանդավոր մարդը ամեն ինչ անում է տաղանդավոր։ Եվ երևի այս հարցով եզրափակենք մեր այսօրվա հանդիպումը հոկտեմբերի 29-ին տեղի ունենալու ձեր համերգը։ Ինչ սպասի հանդիսատեսը։ Նոր ծրագիր, համերգը խորագրով է ջազը ընդդեմ ցեղասպանության։ Եվ ստեղծագործությունների իմ գրած ստեղծագործությունից Մուսալերան 40 օրը ներկայացումից մի քանի հատվածներ պիտի նվագվի։ Եվ փայլուն երաժիշտներ են գալի Միացյալ Նահանգներից, շատ բարձր մակարդակի, Լուիս Վան Թելեր, Ուիլի Ջոնս, Հենրի Ֆրանկլին։ Դրանք ամերիկյան ջազի աստղերից լավագույններն են համարվում։ Եվ նոր ծրագիր եւ ինչ խոսալամ դի երութ ունենա իմ երկերը։ Եկել միայն Ալան։ Այո, մոռացա ասել որ մեր երութ ունենալու շատ հայտնի ֆլետահար ուհի Նելի Մանուկյանը, որ հետ մենք աշխատել ենք որոշ ժամանակ առաջ։ Դե ինչ ուզում ենք ձեր շնորհակալություն հայտնել, որ այստեղ եք, շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Նմանապես։ Եվ շատ հաճելի է տեսնել մեր տաղավարում մարդկանց, ովքեր գրեթե ոչ մի հաղորդման հյուր չեն գնում եւ
կյանքի պատմությունները առաջին անգամ են պատմում։ Առաջին անգամ խոստովանություն եղավ։ Այո, այո։ Իրենց կողմից Իրենց կողմից անգամ, թե չէ տաղավարում շատ է լինում։ Եվ այսպես շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հիշեցնում ենք, որ այսօր մեր տաղավարում էին Գարիկ Հյոսայանը եւ իր կինը Ալա Սահակյանը։ Դե իհարկե նաեւ շնորհակալություն մեր հանդիսատեսին, կհանդիպենք։ Շնորհակալություն։